ճիշտ է հարցս ավելի շատ գենետիկայի ոլորտից է, բայց այնուամենայնիվ կուզենայի նայել լսել ձեր կարծիքը։ Ալկոհոլ դեհիդրոգենազա ֆերմենտի մասին շատ հաճախ են ասում, որ իբր այն տղամարդիկ, ովքեր որ չունեն այդ ֆերմենտը կամ այդ ֆերմենտի ակտիվությունը ցածր է, շուտ են հարբում, շուտ է ազդում ալկոհոլ, այս տեսությունը դեռ ակտուալ է։ Իհարկե, որտեղ հիմնական ալկոհոլ մարսող ֆերմենտը, կայքայող, դա ալկոհոլ դեհիդրոգենազան է, փառք Աստծո մեր ազգի մոտ ոչ բոլորի մոտ է դա խնդիր, օրինակ ազգեր կան, որոնք որ գենետիկորեն, օրինակ Ռուսաստանը, Ֆինլանդիան, Լեհաստանը, այդ հյուսիսային երևի երկրներում ֆերմենտը կամ քիչ է կամ բացակայում է, օրինակ ոնց որ հայերի մոտ լակտադեհիդրոգենազան խնդիր եւ հայերը կաթ լավ չեն մարսում, այդ ազգերը լավ չեն մարսում ալկոհոլը։ Դրա համար այնտեղ շատ ավելի շուտ են հարբում եւ շուտ է իր էֆեկտը թողնում։ Մեր մոտ փառք Աստծո ասում եմ, դա էլի արկա է այդ մեխանիզմը, որտեղ ցանկացած դեպքում ալկոհոլ դեհիդրոգենազը կայքայում ալկոհոլը։ Եվ այդ ֆերմենտի կամ քչությունը կամ ինչ որ անբավարար աշխատանքը արդեն բերում է նրան, որ մենք ունենում ենք նաև խնդիրներ։